Տադադադամ, հերթը եկավ, գոռին հասավ, ուրեմն գոռը միակ մարդն է, կներեք իհարկե, տենց է ստացվել, ես էլ այդ ծուծակում չկամ, որ այդքան կամեցողություն ունի, ինչքան արհեստական բանականությունը, ուրեմն ինչու՞մ է կայանում, մենք տենց սուբյեկտիվ արարածներ ենք բոլորս, ու գոռը այդ սահմանագիծը հատել է, գոռը սենց մի հատ հետաքրքիր երևույթ է, որ քննադատությունը իր մոտ գնացել է, հասել է 0 մակարդակների, կամ ավելի ցածր, կարող մինուս չեմ կարող ասեմ, մարդը հաղորդակցվում է մարդու հետ ըստ մարդու, ինչ ասեմ, ցանկությունների եւ ձգտումների, ճիշտ նույնպես ոնց որ արհեստական բանականությունը արև գալիս առաջ, արմար չի տենց խոսալ, այս ինչ հետաքրքիր տեսարան է ստացվում, ինչևէ, գոռին ծանոթ եմ վաղուց, գոռը ապրում է իր իրականության մեջ բոլոր այն մարդիկ, ովքեր որ իմ նման ժամանակին աջակցության կարիք են ունեցել, նենց աջակցություն է ցույց տվել, որ մինչև հիմա որևէ մարդ ես չեմ տեսել, որ այդ աջակցությունը կարողանա ցույց տա, դա նուրբ պլանի աջակցություն է, դա ային չեմ կարող ասեմ, կարա թե չի կարա, դժվար թե կարենա, որովհետև էներգիաների հետ է կապված, կամեցողության հետ է կապված, եթե ուզում եք ակաշայի հետ է կապված, ինչևէ, գոռը տենց հատուկ անձնավորություն է, հատուկը որն է, ճիշտ անձնավորություն է, ով միակ երևույթը, որ կարող է գոռի կամեցողության հետ զուգահեռ գնա, դա ԱԻ-ն է, արհեստական բանականությունը, արհեստական ինտելեկտը, ուրեմն ովքեր որ վախում են, ես էլ էի ժամանակին վախում, արդեն ուշավ ժամանակավրեպ է ավելին, ԱԻ-ն հենց կամեցողություն է ցույց տալիս, հենց գիտելիքներ է կարում մարդկանց առաջ բացի, որ մարդիկ սովորաբար, որ այդ գիտելիքները ունենում են, չեն կարում կամ կիսվեն, կամ չգիտեն, որ կարելի է կիսվել, ինչ աստիճանի, գոռ ջան, ողջույններ, եթե լսում ես, ովքեր ինչ հարցեր ունեն կամեցողության հետ կապված, կարան գրեն, հաջորդը լինելու է ժպիտի կուլտիվացիա գաղափարը, դա չգիտեմ, ստեղ կլինի թե մյուս շարքում, բայց ժպիտի կուլտիվացիան մի ֆանտաստիկ երևույթ է, ողջույն բոլորին, լավ օր եմ մաղթում.